Կողմ 65-0 ձեռնպատ 10 որոշում ընդունվել է։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց անձը հաստատող փաստաթղթի մասին օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել էր ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Նախագծով Հայաստանում ներդրվելու է կենսաչափական նոր համակարգ, որը կառավարության գնահատմամբ կարևոր քայլ է թե պետական ծառայությունների թվայնացման, թե Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացի համար։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ Եվրամիությունից արդեն ստացվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի առաջընթացի առաջին զեկույցը, որտեղ հատուկ անդրադարձ կա հենց այս օրենքին։ Նրա խոսքով օրենսդրական փոփոխությունները նպատակ ունեն համակարգված ձևով կազմակերպել կենսաչափական համակարգի ներդրման բոլոր ընթացակարգերը։ Օրենքի համաձայն 16 տարին լրացած քաղաքացիների համար նույնականացման քարտ ունենալը կդառնա պարտադիր։ 6-ից 16 տարեկաների դեպքում քարտը կտրամադրվի կամավոր սկզբունքով, իսկ մինչև 6 տարեկան երեխաների համար անձը հաստատող փաստաթուղթ կհամարվի ծննդյան վկայականը։ Նախարարն նաև ընդգծել է, որ բոլոր ճամփորդական փաստաթղթերը համապատասխանեցվելու են քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ICAO 9303 ստանդարտին։ Ամրագրել ենք, որ նաև օտարերկրացիների համար նախատեսվող բոլոր փաստաթղթերը պիտի պարունակեն կենսաչափական տվյալներ, թեև օրենսդրությունը այսպիսի հնարավորություն տալիս էր, բայց գործառնական որևէ քայլ չունեինք այս տեսանկյունից։ Արփինե Սարգսյանի խոսքով կենսաչափական համակարգի ներդրումն իրականացվելու է պետություն մասնավոր գործընկերության ձևաչափով, սակայն պետությունը պահպանելու է որոշումների կայացման ամբողջական վերահսկողությունը։ Մասնավորը որևէ գործողություն, անգործություն կամ որևէ այլ քարք չի կարող կատարել, որը փաստական հետևանքներ է առաջացնելու մեր քաղաքացիների համար։ Նախարարը ընդգծել է նաև, որ նոր համակարգը խթանելու է կառավարության թվայնացման քաղաքականությունը։ Նրա խոսքով ներկայում գործող համակարգը տարիներ շարունակ չի արդիականացվել, ինչը դանդաղեցնում է տարբեր թվային լուծումների ներդրումը։ Կառավարությունը ակնկալում է, որ արդեն 2026 թվականի աշնանը Հայաստանը կունենա ամբողջությամբ նոր կենսաչափական համակարգ, ինչը թույլ կտա արագացնել պետական ծառայությունների թվայնացման գործընթացը։ Մայիսի 7-ից 8-ը ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը աշխատանքային այցով Տավուշի մարզում էր։ Փրկարար ծառայության տնօրենը հանդիպել է Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատների, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հատուկ օբյեկտների պահպանության խմբերի անձնակազմերի հետ, ծանոթացել ստորաբաժանումների պատրաստվածությանը, տեխնիկական հագեցվածությանն ու առկա խնդիրներին։ Քննարկվել են ծառայության արդյունավետության բարձրացմանն ու աշխատանքային պայմանների բարելավմանն առնչվող հարցեր, ընդգծվել է հատուկ օբյեկտների պահպանության կարևորությունը, որպես հանրային անվտանգության ապահովման եւ հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման կարևոր բաղադրիչ։ Երկօրյա այցի ընթացքում Արամ Ղազարյանը Տավուշի մարզում այցելել է նաև հրշեջ փրկարարական ստորաբաժանումներ, ծանոթացել շենքային եւ գույքային պայմաններին, ծառայության կազմակերպմանը։ Արամ Ղազարյանն անդրադառնալով փրկարար ծառայության վերափոխման հայեցակարգային մոտեցումներին, հանձնարարել է ուշադրություն դարձնել հատկապես հատուկ տեխնիկական ուսումնավարժությունների ու վերապատրաստման դասընթացների պատշաճ կազմակերպմանը։ Փրկարար ծառայության տնօրենն անդրադառնալով ծառայողների ատեստավորման գործընթացին, ընդգծել է, որ մասնագիտական կարողությունների զարգացման եւ ծառայության արդյունավետության բարձրացման տեսանկյունից ատեստավորումն առանձնապես կարևոր է։ Նա հորդորել է ակտիվորեն մասնակցել ատեստավորմանը, նշելով, որ այն հնարավորություն է ոչ միայն կատարելագործելու մասնագիտական հմտությունները, այլև բարելավելու սոցիալական երաշխիքները։ Քննարկվել է նաև ծառայության արդյունավետության բարձրացմանը, անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացմանն ու անվտանգ աշխատանքային միջավայրի ապահովմանը վերաբերող հարցեր։ Մարզային փրկարարական վարչությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ընդգծվել է արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման կարողությունների զարգացումը, արձագանքման ժամանակի կրճատումը, հրշեջ փրկարարական ստորաբաժանումների համակարգված գործելու անհրաժեշտությունը։ Ընդգծվել է անձնակազմի պատասխանատու աշխատանքի, փոխգործակցության ամրապնդման կարևորությունը։ Փրկարար ծառայության տնօրենը մարզային վարչության ղեկավար կազմին տվել է կոնկրետ հանձնարարականներ։ Մայիսի 12-ին համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ անչափահաս 2 պատանիներ 12-ամյա մի տղայի հայհոյել ու ապտակել են, նվաստացրել են նրան եւ այդ ամենը նկարահանել բջջային հեռախոսով։ Հետագա միջոցառումներն իրականացվել են մանկավարժների հետ ակտիվ համագործակցությամբ։ Արդյունքում 14-ամյա 2 պատանիները հայտնաբերվել եւ տեղափոխվել են համայնքային ոստիկանության բաժին։ Կազմված փաստաթղթերն ու արգրաված բջջային հեռախոսը, որով կատարվել էր դեպքի տեսագրությունը, ներկայացվել են Սիսիանի
քննչական բաժին։ Նման դեպքերը գտնվում են համայնքային ոստիկանության մշտական ուշադրության կենտրոնում։ Անչափահասների նման դրսևորումները կանխելու նպատակով համայնքային ոստիկանները համագործակցում են մանկավարժական կոլեկտիվների հետ, սակայն շատ կարևոր է նաև ծնողների եւ ընդհանրապես համայնքի բոլոր անդամների ակտիվ ներգրավվածությունը։ Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել համայնքային ոստիկանության ներբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 112։ Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Ղարաբաղից տեղահանված անձ ես, ունես փախստականի կարգավիճակ եւ ուզում ես ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ուրեմն շարունակիր դիտել տեսանյութը։ Այս թվային հարթակը ստեղծված է, որպիսի գործընթացը լինի հնարավորինս հարմար։ Համակարգն առաջարկում է գրանցման 4 ընթացակարգ։ Փախստական տարբերակն ընտրում ես, եթե Ղարաբաղից տեղահանված անձ ես, չունես որևէ երկրի քաղաքացիություն եւ ունես 070 ծածկագրով անձնագիր։ Պահանջվող տվյալները լրացնելուց հետո էլեկտրոնային հասցեին կստանաս հղում։ Ինչից հետո պետք է անցնել այդ հղումով, գցել անձնագրի սկանավորված տարբերակը PDF ֆորմատով եւ ավարտել գրանցման գործընթացը, մուտք գործել համակարգ, սեղմել նոր հայտ կոճակը։ Հայտը լրացնելիս հետևիր ուղեցույցին։ Հերթականությամբ գցելով պահանջվող փաստաթղթերն ու լրացնելով անհրաժեշտ դաշտերը։ Հայտն ուղարկելուց հետո այն կհայտնվի նախնական վարույթ կարգավիճակում։ 21 օրվա ընթացքում էլեկտրոնային հասցեին կստանաս ծանուցում հայտի շտկման կամ հաստատման մասին։ Շտկման պահանջը չկատարելու դեպքում հայտը կմերժվի։ Փախստականների համար ծառայությունն անվճար է։ Հաստատումից հետո դու հնարավորություն կունենաս ընտրելու այցի օրը, վայրը եւ ժամը։ Այցելության ընթացքում կստուգվի ներկայացված տվյալների ճշտությունը եւ փաստաթղթերի վավերականությունը։ Այցից հետո 90 օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով կծանուցվի քաղաքացիության շնորհման կամ մերժման մասին։ Քաղաքացիության շնորհման մասին ծանուցումը ստանալուց հետո անհրաժեշտ է ներկայանալ Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն անձնագրավորվելու նպատակով։ Օտարերկրացի տարբերակն ընտրում ես, եթե Ղարաբաղից տեղահանված անձ ես, բայց ունես այլ երկրի քաղաքացիություն։ Որպես օտարերկրացի, գրանցման ընթացակարգը գրեթե նույնն է։ Սակայն տվյալ դեպքում ծառայության համար պետական տուրքը կազմում է 50,000 դրամ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ստացումն այժմ ավելի պարզ է եւ հասանելի ցանկացած վայրից, ցանկացած պահի։ 112 բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունեցեք։ Ազանգ ունեն քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մարաշտոցի փողոցայում։ 112 մեկ զանգ արագ արձագանք։ Գործարկվել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության պաշտոնական նոր կայքը police.mia.gov.am-ը։ Ժամանակակից սկզբունքներով եռալեզու կայքը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին, գործում է անպայն տիրույթում, արագագործ է եւ ծավալուն։ Տեխնիկական լուծումների արդյունքում կայքում գործում է նաեւ Եվրոպական միության ստանդարտներին համապատասխան ալգորիթմ, որի շնորհիվ այն հասանելի է նաեւ սահմանափակ կարողություններ ունեցող անձանց։ Կայքը հասանելի կլինի որոնման տարբեր համակարգերով, այլ երկրներում, ինչպես նաև հարմարեցված է տարբեր սարքավորումների էկրանների չափերին։ police.mia.gov.am-ը համահունչ է Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ գործառույթներին։